մաքուր պահենք մեր քաղաքը։ Հաճախ կրկնվող արտահայտությունը այնպես չէ։ Յուրաքանչյուրս այն հասկանում է յուրովի։ Ոմանք միայն քաղաքի փողոցներն աղբից ազատելը, իսկ ոմանք էլ առաջին հայացքից աննշան թվացող, սակայն ստվերի տակ մնացող այնպիսի խնդիրներ, որոնք բացասաբար են ազդում քաղաքի ընդհանուր տեսքի վրա։ Վիճակն ավելի է սրվում հատկապես տոնական օրերին։ Տոներն ավարտվեցին, իսկ դրա հետևանքով գոյացած աղբի մեծ քանակությունը քաղաքի փողոցներում վերջին օրերին նկատելիորեն ավելացել է։ Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը պարզաբանում է, որ տոնական օրերին քաղաքի կենտրոնում եւ ծայրամասային հատվածներում աղբահանությունն իրականացվել է շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի։ Միանշանակ համաձայն չեմ այն մեկնաբանությանը, որ տոնական օրերին քաղաքի փողոցներում եւ աղբատարների շրջակայքում աղբի կուտակումներ են եղել։ Նախատոնական շրջանում մենք աշխատել ենք ծանրաբեռնված ռեժիմով, նկատում է Հովհաննես Ահարոնյանը, հավելելով, որ եթե մինչև տոները մեկ շաբաթյա կտրվածքով 3500-ից 4000 երթ են կատարել, ապա այդ օրերին աղբի քանակության ավելացման հետևանքով երթերի թիվն ավելացել է մոտ 2000-ով։ Քաղաքացիների կարծիքով քաղաքի ներկայիս մաքրությունը կարելի է բավարար գնահատել, չնայած տեղ-տեղ նկատելի բացթողումների։ Նոր տարուց հետո մաքրությունը, ինչ ասած, էլի համեմատաբար անցած տարիների իհարկե առաջընթաց կա, անկասկած։ Համապատասխան ծառայությունները աշխատում են լավ, բայց այս ցրտերը սարեցրեցին աղբատար խողովակները շենքերում։ Եթե շենքում կա աղբատար խողովակ, հիմա օրինակ մեր շենքը 7 հարկանի շենք է։ Ամբողջը առաջի հարկից մինչև 7-ը աղբատար խողովակները մրցել են, սարել են եւ ոչ մի կերպ չկարողացան լոմերով եւ բանով խփել։ Դրա համար միայն փողոցում հավաքած աղբն են հավաքում, իսկ մուտքերում ամեն հարկում լցվում է, կուտակվում է։ Դեռ նոր եմ դուրս եկել, ճիշտն ասած քաղաքը։ Մաքուր է։ Նկատել եք աղբարքերը մաքուր են, դրա շրջակայքը։ Այդքան էլ չէ, ընդհանուր քաղաքի մաքրությունը այդքան էլ մաքուր չի։ Շատ չեմ տենց քննադատաբար վերաբերվում, հաշվի առնելով, որ եղանակը փոխվում է, գալիս է եւ տենց չկեղտոտում է փողոցը եւ այլն, հա, ասենք ձյունը։ Յուրաքանչյուրը պետք է իր քաղաքի համար անհանգստանա, հա, որ եթե յուրաքանչյուրը քաղաքի համար անհանգստանա։ Աննա Դանելյան, Արման Գրիգորյան, Սլաքեյեմ։